Մենք զրուցում ենք թուրքագետ Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի դոցենտ հայ օսմանական առողջությունների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը ոգեկոչվում ենք մի իրականություն, որտեղ հայկական հարցը այսօր արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Այն օրակարգից հանելուց հետո ինչ է շահել Հայաստանը եւ արդյոք շահել է։ Իհարկե ոչ չի շահել եւ հայկական հարցը ունի շատ տարբեր այսպես շերտեր եւ տարբեր հանգրվաններ եւ քանի որ հայկական հարցը դեռևս 20-րդ դարի սկզբին եւ դրա ընթացքում չստացավ իր արդար լուծումը, բնականաբար այդ հարցը խորհրդային տարիներին խորհրդային Հայաստանի ստեղծումով կարծես թե ինչ որ առումով փակուղի էր մտել, սակայն կրկին 1965 թվականին այն վերաբացվեց եւ տարբեր դրսևորումներով արտահայտվեց նաեւ 70-ականներին Սփյուռքում ազատագրական շարժումները սկսվեցին եւ այսինքն գիտեք այդ հայկական հարցի բարձրացնելու եւ հայոց ցեղասպանության ճանաչման ընդհանրապես այս ոճրագործությունը մարդկության դեմ դատապարտելու ուղղությամբ այդ շարժումները ի հայտ եկան, նաեւ Արցախյան ուրեմն շարժումը նույնպես հայկական հարցի մի հանգրվան էր եւ 90-ականներին մեր հաղթանակը ինչ որ առումով կարծես թե լուծել էր հայկական հարցի այդ մի կողմը, մի շերտը, որովհետև Արցախյան խնդիրը հայկական հարցի անկախտելի մաս է կազմում եւ այսօր այդպես ուղղակի բիրտ ձևով վիրահատելը եթե ինչ որ մարդկանց թվում է կամ ինչ որ ուժերի որ այդ վիրահատությունը տեղի է ունեցել, ապա ես պետք է նրանց խորապես հուսահատեցնեմ, որովհետև քանի դեռ հայկական հարցը չի ստացել իր արդար լուծումը եւ չեն դատապարտվել ոճրագործները, այն պարբերաբար իր դրսևորումները ունենալու է։ Այսինքն դուք կարծում եք, որ սա ժամանակավոր նահանջ է։ Այո, սա կարծում եմ, որ ժամանակավոր նահանջ է, որովհետև չեն փոխվել մեր տարածաշրջանի երկրները, չեն փոխվել նրանց քաղաքական հիմնական նպատակները եւ մենք այդ բերմունդյան եռանկյունու մեջ ենք հայտնվել, որքան էլ մենք փորձենք ցույց տալ, որ չկա հայկական հարց, որ հարցերը լուծված են, միևնույնն է, թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի այդ նեո-օսմանիստական, պանթուրքիստական ծրագրերը օրակարգում են։ Եվ սա մենք պետք է հասկանանք եւ ճիշտ մատուցենք մեր ժողովրդին, այլ ոչ թե նրան պահենք այսպես շատ գեղեցիկ մատուցվող խաղաղության թմբիրի մեջ։ Ինչ է կարծում, որտեղ է սահմանը պետական քաղաքականության եւ ազգային հիշողության միջև։ Ես կարծում եմ, որ դրանք պետք է փոխկապակցված լինեն, որովհետև երբ որ վերցնենք հենց Թուրքիայի օրինակով, նրանք միշտ տարբեր իրենց բնագավառներում պատմություն, մշակույթ, գրականություն, սերիալներ եւ այլն մշտապես փորձում են վառ պահել պատմական հիշողությունը եւ առավել եւս փոքր ազգերի համար շատ կարեւոր է ազգային հիշողությունը, որովհետեւ դա մեր ինքնության նորից անբաժան մի մաս է եւ եթե մարդը կորցնում է իր հիշողությունը, ապա նա կորցնում է իր ինքնությունը եւ հենց այս խնդիրները շատ կարեւոր է որ պետական քաղաքական վերահսկողության ներքո լինեն, քանի որ պետությունները նաև կառուցվում են հենց պատմական հիշողության վրա, ազգային հիշողության վրա։ Մենք նայում ենք 17-րդ դարից արդեն ի հայտ է գալիս, 18, հատկապես 19-րդ դարի, երբ որ հայկական հարցը մտավ միջազգային հարաբերություններում եւ կարևոր իր տեղ ուներ այդ հարաբերություններում։ Քեմալականները նաև այսօր շատ կարևորում են օրինակ տեղանունների փոփոխության հարցը, որովհետև տեղանուն
կանոնները դրանք յուրահատուկ կոդեր են, դրանք ինքնության կարևոր լեզվամտածողության կարևոր մի շերտ է, եւ երբ որ դու տեղանունը փորձում ես ջնջել, մոռացության մատնել, արմատախիլ անել կամ այլ թուրքական անունով վերափոխել, ապա դու դրանով փորձում ես նաեւ ջնջել հենց այդ կարևոր հիշողության շերտը։ Ինչպես եք բացատրում այն փաստը, որ հայոց ցեղասպանությունը շղթող Էրդողանը հատկապես վերջին շրջանում սկսել է խոսել այլ տարածաշրջաններում, այլ երկրներում ցեղասպանությունների մասին։ Էրդողանը պարբերաբար է հանդես գալիս իր ելույթներում մեղադրելով տարբեր երկրներին իբրև ցեղասպան, դա թուրքերին հատուկ մի ոճ է եւ այո զայրույթ է առաջացնում, նույնիսկ իրենց այդ ազգային ժողովում մարդիկ են վեր կենում խոսում ուրեմն այնպիսի համամարտկային արժեքներից, որ կարծես թե իրենց երկրում նման դաժանություններ, ոճրագործություններ տեղի չեն ունեցել, փորձում է արևմուտքին, աշխարհին այսպես բարի պապիկի դերում հանդես գալ, բայց բոլորս էլ գիտենք եւ չենք մոռանում, որ նա նաեւ հայտարարեց, որ ուղղակի իրենք մասնակցել են Արցախի 44-օրյա պատերազմին եւ հենց այդ հաղթանակի առյուծի բաժինը վերագրում են իրենց։ Եվ նաեւ դրա հետևանքներն են կիսում բռնի տեղահանությունը, որը նաեւ ցեղասպանություն է ըստ էության։ Այո, եթե ես առաջիններից մեկն էի, որ անմիջապես հենց պատերազմից հետո, երբ որ ելույթ ունեցա եւ պահանջեցի, որ պետք է դա անպայման այդ ամբողջ սարսափելի այդ օրերը, որ մենք ապրեցինք, այն պետք է դիտարկել որպես ցեղասպանության հերթական շարունակություն, հերթական փուլ եւ նաեւ մեթոդները, միջոցները թեև մոդեռնիզացվել էին, բայց նպատակները նույնն էին։ Եվ նաև այդ տեղահանությունը, այսօր ինչ որ տեղի ունենում մշակութային ցեղասպանությունը, հուշարձանների ավերումը, սրանք նույնպես ցեղասպանության դրսևորման ձևեր են։ Խոսենք ձեր աշխատությունների մասին, որոնք հիմնականում հենված են Երուսաղեմի արխիվների վրա։ Ինչ կարևոր բացահայտումներ եք արել այդ աշխատություններում եւ ինչ կփոխանցեք հեռուստադիտողին։ Իմ գործընկերների հետ մեր բաժինը Անի Սարգսյանի եւ Անի Ոսկանյանի հետ միասին մենք ուսումնասիրել ենք Երուսաղեմի հայոց պատիարքարանում պահվող հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության թերևս ամենամեծ արխիվը եւ թվայնացրել ենք այն ամբողջությամբ 11 արկղ, որը մոտավորապես նախնական հաշվարկներով մոտ մի 30,000 էջ է կազմում, բայց միայն առաջին տուփում մենք հանդիպում ենք 2400 էջ վավերագրերի։ Այս վավերագրերը տարբեր լեզուներով են՝ հայերեն, օսմաներեն, հայատար թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, եւ այս արխիվը ստեղծվել է 1919 թվականին, երբ Զավեն պատրիարքը Աքսորից վերադառնալով նա ձեռնամուխ է լինում Պոլսում վերականգնել հայկական կոտորակված կյանքը, մինչև արխիվի մասին խոսելը կարճ ուզում եմ նրա կերպարի մասին խոսել, որովհետև մեր հոգևորականների, մեր հոգևոր կյանքում փառահեղ մի անձնավորություն է նա եւ նա հասկանալով իր գլխին կուտակված ամբողջ վտանգները այն պահից, երբ նա ստանձնեց պատիարքական աթոռը եւ մինչեւ վերջին օրն անգամ նա պայքարել է հանուն հայկական հարցի արդար լուծման եւ նաեւ ցեղասպանության տարիներին եղել է հայոց պատրիարքը, անձամբ ականատես է եղել եւ փաստագրել է այդ ամբողջը։ Եվ այո նաեւ նա փաստորեն զերծ չի մնացել հայ ժողովրդի ճակատագրից, նրան աքսորել են Մոսուլ եւ այնտեղ նա շարունակել է զբաղվել հայ կանանց եւ որբերի հավաքագրման գործում եւ վերադառնալով նա
ուրեմն նրա հովանու ներքո անձամբ նրա վերահսկողությամբ ստեղծվում է տեղեկատու դիվան կից Պոլսո պատրիարքարանին, որը պետք է հավաքեր ցանկացած վկայություն, ցանկացած փաստարկ, զեկուցում, տեղեկագիր, նամակ, տարաբնույթ վավերագրեր, որոնք գալիս էին հաստատելու եւ մանրամասները բացահայտելու հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ, եւ քանի որ պատրիարքարանը նաեւ իրավական կողմ էր եւ հենց այդ շրջանում Մուդրոցի զինադադարից հետո Օսմանյան իշխանությունները ստիպված էին ստեղծել ռազմական արտակարգ Ատյան 4 հանձնաժողովներով, պատրիարքարանը որպես իրավական կողմ իրավունք ուներ տեսնել այդ փաստաթղթերը եւ այդ տեղեկատու դիվանի նվիրյալ անձերի շնորհիվ մենք նրանք կարողացել են հավաքել մի բացառիկ հավաքածու, բացառիկ մի արխիվ ստեղծել եւ հենց այդպես էլ կոչել են հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության արխիվ։ Այդ ամբողջ արխիվը առաջին անգամ է հանրայնացվում ամբողջական առումով։ Ժամանակին արխիվը փակ է եղել երկար տարիներ, 100 տարի ի վեր։ Ժամանակին որոշ մասնագետներ կարողացել են այնտեղ աշխատել, ձեռք բերել ուրեմն կարևոր վավերագրեր շրջանառության մեջ դնել։ Գրիգերը 50-ականներին այն ժամանակվա հնարավոր միջոցներով ֆոտոպատճենել է, Վահագն Դադրյանն է այնտեղ ուսումնասիրություններ կատարել, մասնակի այլ մասնագետներ եւս, բայց արխիվը անմշակ էր եւ արխիվը չի արժևորվել իր ամբողջության մեջ։ Այնինչ այդ 11 արկղը Ինչ ասել է անմշակ էր արխիվը։ Արխիվը սովորաբար արխիվները երբ որ չուներ որոշակի ցանկ, ցուցակ եւ որպեսզի մարդիկ հեշտությամբ կարողանան գտնել համապատասխան վավերագրերը եւ կատարել ճիշտ հղումներ, որովհետեւ երբեմն հղումները կային, դու կարող պետք է 11 արկղի մեջ փորփրես, որ գտնես քո ուզած վավերագիրը։ Մենք այդ ծանր եւ պատասխանատու պատվաբեր գործը ստանձնել ենք եւ ընթացքում են աշխատանքները եւ ահավասիկ առաջին հատորը, որը մայր ցուցակն է այդ արխիվի առաջի տուփի։ Եվ պետք է նշել, որ այս արխիվը պետք է դիտարկել, արժևորել իր ամբողջության մեջ, որովհետև սա մի հայց է եղել, որը ստեղծել է հայոց պատրիարքարանը տեղեկատու դիվանի միջոցով, եւ նաեւ նշեմ, որ բրիտանական բարձր կոմիսարիատությունը նույնպես պահանջում էր հանձնակատարությունը, որ այսպիսի վավերագրեր արագությամբ հավաքվեն, տարբեր լեզուներով են թարգմանվել եւ ուղարկվել են տարբեր միջազգային ատյաններում, որտեղ ներկայացնում են հայ ժողովրդի հանդեպ իրագործած հանցագործության ամենադաժան, ամենամանրակրկիտ մանրամասները եւ այն պետք է դիտարկել իբրև մեկ հայց հայկական հարցի հայոց ցեղասպանության արդար լուծման հանցագործների դատապարտման համար ստեղծված բացառիկ մի իրավական փաստաթուղթ։ Սա իրականում տիտանական աշխատանք է եւ ենթադրում եմ, որ վստահաբար օգտվելու են ապագա գիտնականները, երևի թե հուսանք, որ օգտվեն։ Մենք մեր գործն արել ենք, համապատասխան մասնագետների ձեռքում արդեն կան, գրադարաններին տրված են եւ մասնագետները կարող են այնտեղից գտնել։ Քանի հատոր կա, որ պետք է հրատարակվի։ Հատորները բազմաթիվ են, եթե նայենք 10 հատոր դեռ կա, ինչքան որ մենք ի վիճակի կլինենք մեր այս կյանքի ընթացքում, հնարավորությունների ընթացքում, որովհետև այստեղ բացառիկ վավերագրեր կան, որ մենք ուղղակի ամբողջությամբ ենք հրատարակել։ Կարող եք 1-2-ը հրապարակել կամ նշել։ Կան նամակներ, որոնք առաջին անգամ են շրջանառության մեջ դրվում այս մայր ցուցակում նրանց բովանդակությունները եւ այնպիսի մանրամասներ, որոնք դուրս են մնացել ուսումնասիրողների ուշադրությունից եւ առհասարակ լայն շրջանակների ուշադրությունից, այսինքն հնարավոր չի եղել, հասանելի չի եղել։ Բացառիկ արժեք են նաեւ ներկայացնում այս հայկական վավերագրերի հետ մեկտեղ օսմաներեն այդ վավերագրերը, որ կարողացել է հայկական կողմը ձեռք բերել, դրանք հրամանների պատճեններ են, որոնք դատարանը այդ հանձնաժողովների միջոցով հարցումներ էր անում 15-16 թվականների հրամանների վերաբերյալ, իսկ մենք գիտենք, որ դրանց մեծ մասը ոչնչացված է, բայց կարողացել են նրանք ձեռք բերել այդ հրամանների պատճենները, ձեռք բերել նաև
հենց բուն վավերագրեր, օրինակ այստեղ է, որ համարվում է կորած, այս արխիվում է պահվում Վեհիբ Փաշայի Օսմանյան երրորդ զորաբանակի հրամանատար տեղեկագիրը, որը նա ներկայացրել է ռազմական ատյանի եւ դատական ոճրագործների հանդեպ դատական գործընթացների սկիզբը հենց որպես հիմք է ծառայել Վեհիբ Փաշայի 9 էջանոց տեղեկագիրը օսմաներենով, որտեղ նա բացառիկ վկայություններ է տալիս տեղի ունեցած ոճրագործությունների մասին, պատմում է անգամ որ դա ոչ թե տեղահանություն է եղել, այլ ռանգավորված սպանություն եւ տեղահանություն եւ սպանություն բոլորը եղել են համակարգված եւ բուն նպատակը եղել է թե տեղահանությունների եւ թե որևէ գործողության, օրինակ Վեհիբ Փաշան պատմում է, որ պետք է Կիլիկիա ուղարկվեր 2000 զինվորականներ այնտեղ պարհակային աշխատություններ կատարելու համար, սակայն նրանց Շարքշլայի եւ Կամախի կիրճում Նուրի Փաշայի հրամանով ոչնչացնում են եւ նա իմանալով այս փաստի մասին ինքը հետապնդում է նրան եւ անգամ ինքն իրեն որոշում է դատապարտել եւ կախաղան բարձրացնել, բայց Վեհիբ Փաշան շատ հակասական կերպար է, նա մի կողմից ներկայացնում է այդ ոճրագործությունները, անգամ շատ կարևոր տողեր կան, որ ասում է իսլամական աշխարհում այսպիսի բարբարոսություն դեռևս չի արձանագրել պատմությունը եւ սա քաղաքակրթության դեմ հանցագործություն է, միևնույն ժամանակ նա իր տեղեկագրի վերջում փորձում է համահարթեցում անել եւ մեղադրել հայերին, մեղադրել հայ կամավորական ջոկատներին, հայտնի թուրքական այն թեզերը եւ հետաքրքիր է, որ Վեհիբ Փաշայի հենց այս թեզը հետագայում մենք տեսնում ենք նաեւ թուրք պատմագրության մեջ որպես կարևոր թեզերից մեկը, որ նրանք փորձում են գրավել ժխտողական դիրք հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ։ Այստեղ մենք հրատարակել ենք հենց Վեհիբ Փաշայի տեղեկագիրը գրեթե բառացի, տեսնում եք օսմաներեն նաև լուսապատճեններով, վերջում այստեղ նաև կա Վեհիբ Փաշայի ստորագրությունը եւ նաեւ գրքում հրատարակել ենք առանձին էջի վրա կնիքներ, որոնք գալիս են հաստատելու այս արխիվի վավերականությունը, իրողությունը, առաջնորդարաններից ստացված նամակների եւ տարատեսակ վավերագրերի վրա եղած բոլոր այդ նյութերը, կնիքները այստեղ առանձնացված են եւ հաջորդ գիրքը, որ կարելի է ասել հենց այս որը իմ ձեռքում է, այո, սա գրքում հրատարակել ենք Զավեն Պատրիարքի բացառիկ 54 էջանոց մի զեկույց, որը նա ներկայացրել է 20 թվականին ազգերի լիգային եւ նաեւ զուգահեռ մի թղթածրարի մեջ մաս էր կազմում, այդ թղթածրարը ամբողջովին մենք տեսնում ենք պատերազմի զոհ երեխաների փրկության այո գործի համար ստեղծված հայկական կոմիտեի Ժնևում կոմիտեի նաեւ զեկույցը, որը իհարկե հիմնված էր պատրիարքարանի տվյալների վրա, այս զեկույցը ինչով է կարևոր, այն ոչ միայն ներկայացնում է կանանց եւ երեխաների առևանգումները, նրանց ոչնչացումները, նաև Զավեն Պատրիարքը բերում է շատ կարևոր ցեղասպանության վիճակագրական փաստեր, որը այսօր շատ հաճախ մեզանում կարող եք լսել, որ մարդիկ ուզում են վերահաշվարկել կամ փորձում են հասկանալ ինչ է տեղի ունեցել, խնդրեմ այս գիրքը կարող են կարդալ եւ բոլոր իրենց հարցերի պատասխանը կգտնեն։ Ես ուզում եմ հիշատակել Զավեն Պատրիարքի 1915 թվականի դեկտեմբերին Ամերիկայի հայոց առաջնորդ Վեհունուն ուղված նամակը, որտեղ նա մանրամասնորեն նկարագրելով այդ դաժանություններն ու ոճրագործությունները արդեն հստակ նշում է, որ դեկտեմբերին 15 թվականի դեկտեմբերին արդեն նրանք ունեն 1 միլիոն հայերի զոհերի այդ վիճակագրությունը, իսկ ավելի ուշ 20 թվականի իր ազգերի լիգային ներկայացված այս զեկույցում, որը մենք ֆրանսերենից ենք թարգմանել եւ այստեղ կարող եք նաեւ գտնել բնօրինակը այդ վավերագրի ֆրանսերեն, Զավեն Պատրիարքը հստակ բերում է վիճակագրություն, նորից շեշտելով 1 միլիոնի վերաբերյալ, այնուհետև առանձնացնում է 250,000 երեխաներ, որոնք ուղղակի 1 միլիոնից դուրս նրանք ֆիզիկապես ոչնչացվել են, ֆիզիկապես գոյություն չունեն, խոսվում է 100,000 կանանց մասին, որոնք գտնվում են օսմանյան հարեմներում եւ արգելափակված են թուրքերի եւ մուսուլմանների տներում,
խոսում է այդտեղ նաև 164,000 որբերի մասին, որոնցից ընդամենը 73,000-ին է հաջողվում 19 թվականից մինչև 20 թիվը կարողանալ փրկել եւ տեղավորել որբանոցներում, տարբեր որբանոցներում, բայց դեռևս մնացյալի այդ 90,000-ի կյանքը 93-ի դեռևս անհայտ էր, որովհետև նրանք գտնվում էին քեմալականների տիրապետության տակ եղած շրջանում։ Խոսում է 300,000 մանուկների մասին, որոնք ուղղակի ծնողազուրկ էին կամ պատերազմի հետևանքով զոհ էին դարձել, նրանք զրկանքների մեջ էին գտնվում, եւ եթե մենք ավելացնում ենք նաեւ Արամ Անտոնյանի այն փաստը, որ 200,000 գաղթականների ուղղակի ոչնչացրեցին Դերձորում, նաև Վահա Գնդադրյանի ուսումնասիրության մեջ առանձին խոսվում է 2000-ից այլ աղբյուրում 5000 երեխաների Զեքի Փաշայի այդ հրամանով եւ Ստկի Փաշայի մասնակցությամբ հայ երեխաների ողջակիզման ողջ նրանց այրելու այդ սարսափելի այդ տեսարանի եւ այդ թվերի մասին, ապա ինչպես տեսանք, մենք 1.5 միլիոնից թիվը անցնում է անդին։ Ըստեյության երկրորդ գիրքը եւս փաստագրություն է եւ նույն փաստերը արդյոք ձեր այդ հատորյակի մեջ չեն ներառվում։ Սա ամբողջական վավերագիրն է այստեղ հրատարակված, իսկ այս գիրքը սա կոչվում է մայր ցուցակ, այստեղ ցուցակագրված են վավերագրերը ըստ իրենց դասավորության, ըստ իրենց թվերի, ըստ իրենց թեմատիկ առումով հակիրճ տրված են կամ երբեմն մասնավոր մենք տվել ենք նրանց ամբողջական բովանդակությունը կարևորելով նաև վավերագրի արժեքը, տրված են, ծանոթագրված են բոլոր գործող անձինք, ինչ որ հանդիպել ենք այդ վավերագրերում, մենք կարծես թե հոգու մեղք էինք համարում, եթե ինչ որ մի անհատի անուն բաց թողնեինք մեր բովանդակության, այսինքն նկարագրությունների մեջ, այսինքն գիրքը կազմվել է միջազգային արխիվների ստանդարտին համապատասխան, վերջում տրված են տեղանունների եւ անձնանունների ցանկեր, այն վավերագրերը, որոնք օսմաներեն են կամ հայատար թուրքերեն, որ դժվար կլինի ոչ մասնագետներին կարդալ թարգմանելը, մեր համապատասխան մասնագետների աջակցությամբ, որոնք այս գրքի նաև աշխատակիցների մաս են կազմել, մենք դրանք ամբողջական ենք տեղադրել։ Աշխատանքները, զորօրինակ ձեր աշխատությունները կարող են իրական ազդեցություն ունենալ ժամանակակից ցեղասպանությունների գործում, հատկապես Արցախի հարցում, միջազգային հարթակներում այն մասին բարձրաձայնելու եւ իրական շոշափելի արդյունքներ ստանալու համար։ Շնորհակալություն ձեր հարցի համար, սա շատ կարևոր հարց է եւ ես բարբերաբար ինքս եմ անդրադարձել, ցավոք սրտի մեզանում հայ գիտական միտքը երբեք չդարձավ քաղաքական մտքի համար որպես հենարան։ Վերջի շրջանի մասին է, հատկապես վերջի շրջանում է խոսում, եթե տեսնում եք հենց Էրդողանին կից, հենց Ալիևին կից գործում են այսպես կոչված ռազմավարագիտական ուսումնասիրության կենտրոններ, որոնք իրենք են մշակում, բյուրեղացնում նաև քաղաքական գիծը եւ եթե այո պետականորեն այս խնդիրը շարունակվի մղել առաջ, ապա նման ուսումնասիրությունները եւ նաեւ այլ մասնագետների ուսումնասիրությունները, որոնք շատ կարևոր հարցեր են արծարծել, պետք է դառնային նաեւ մեր քաղաքական մտքի համար իբրև կարևոր թիրախներ։ Այսինքն պետք է դրանք ինքնանպատակ չգրվեն, ինքնանպատակ չարվի։ Սա ընդհանուր մի կարևոր հանգամանք է, որ մեզանում բաց է եւ այդ բացը մենք ամեն օր զգում ենք, ինչը որ հարևան թշնամի երկրներում դա չկա, գոյություն չունի։ Վերջում շատ կարճ փորձենք ամփոփել, ինչ կկորցնի Հայաստանը, եթե ցեղասպանության թեման վերջնականապես դուրս գա արտաքին քաղաքական օրակարգից։ Գիտեք ինչ, ցեղասպանության թեման մենք ուզենք թե չուզենք, դա մեր ինքնության անբաժանելի մասն է կազմում եւ մենք չենք կարող դրանից հրաժարվել եւ նաեւ ցեղասպանության հրաժարումով մոռացության մատնելով մեր միջից փորձում են արմատախիլ անեն նաև հայկական ինքնության շատ կարևոր շերտեր, ինչպես նաև մեր ընդհանուր ուրեմն երազանքը, հա, մեր հայրենիքի երազանքը, դրանով ջնջվում է մեր մշակույթը, որը կապված է մեր հայրենիքի այն հատվածի հետ, որը այսօր ապօրինաբար գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքում, այսինքն դրանով ամբողջովին փորձում են վիրահատել հայ ժողովրդին եւ նրա միջից հանել դա միայն ցեղասպանության մոռացությունը չի կամ Արարատ սարի, ասենք
պատ ենք շարում եւ չենք նայում Արարատ Սարին արգելում են, հա, դա այդպես պարզունակ չի։ Դրա հետ ամբողջ մի ինքնության շերտ է ոչնչացվում եւ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, եթե մեր պետական այրերը կարողանային դա այլ տեսանկյունից նաև փորձեին դիվանագիտական այլ հարթակներում, այլ ճանապարհով զարգացնել, ապա դա կարող է դառնալ մեզ համար շատ կարևոր վահան եւ եթե դատապարտվեր Թուրքիան իր ցեղասպան գործողությունների համար, ապա միգուցե եւ փոխհատուցման դաշտում բերվեր, միգուցե եւ տեղի չունենար Արցախի այս հայաթափությունը։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք պես այդ զրուցելու։ Մենք զրուցում էինք թուրքագետ Երևանի պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի դոցենտ հայ օսմանական առողջությունների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանի հետ ցտեսություն։